Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը, նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, առողջական հարցեր։ Հաղորդաշրջանակում ներկայացնում ենք նաև այն բժշկական կենտրոններին ու ծառայությունները, որ կարող են հետաքրքրել տարիքային այս խմբին։ Այսօրվա մեր թեման հետաքրքիր առողջության համապարփակ ապահովագրությունը։ Մեր հյուրը Դավիթ Մելիք-Նուբարյանն է, Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության եւ առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս։ Բարի օր ձեզ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ այս կարևոր հարցի շուրջ կզրուցենք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, մեծ սիրով ընդունել եմ, հուսով եմ օգտակար կլինի։ Շնորհակալություն։ Պարոն Մելիք-Նուբարյան, ասացեք, խնդրեմ, թե անհրաժեշտությունը պարտադիր, այս բառը արդեն օգտագործենք, առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության անհրաժեշտությունը։ Այո, պարտադիր բառը մի քիչ մարդկանց հավանաբար լարվածություն է որոշակի առաջացնում, բայց ուզում եմ շատ հակիրճ բացատրեմ ինչու համար է սա անհրաժեշտ։ Նախ ասեմ, որ այս բարեփոխումը Հայաստանում քննարկվել է մոտավորապես առնվազն 2 տասնամյակ եւ շատ ուրախալի է, որ մենք այսօր հասել ենք այնպիսի մի սահմանի, որ կարող ենք վերջապես այդ ապահովագրությունը ներդնել եւ մարդիկ զգան դրա օգուտները։ Իսկ օգուտները հետեւյալն են, տեսեք, ընդհանուր առմամբ սկզբունքը այսպիսինն է, երբ որ մենք խոսում ենք առողջապահության մասին, որը կառուցված է մարդու շուրջ, որևէ քաղաքացի չպետք է չստանա իրեն անհրաժեշտ բուժումը, որևէ քաղաքացի սեփական գրպանից ծառայությունների մատուցման վայրում չպետք է վճարի այդ բուժման համար, եւ այդ բուժումը ինքը պետք է ստանա հնարավորինս իր համար մոտիկ վայրում։ Այսինքն մենք ապահովագրությամբ լուծում ենք բժշկական օգնության հասանելիության հարցը Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչության համար, պաշտպանելով մարդկանց առողջության հետ կապված ծախսերից։ Այսինքն, երբ որ մարդը արդեն օրինակով ասենք գնացել է հիվանդանոց, իրան ասում եք, գիտեք ինչ, այ դուք չեք մտնում այսօրվա ծածկույթի մեջ, իսկ այդպիսի մարդիկ այսօր մոտ 1.5 միլիոն են եւ պետք է վճարեք բուժօգնության համար կամ մենք չենք կարող ձեզ տվյալ բուժօգնությունը տրամադրել։ Երևի ամենապատկերավորը վարչապետն է բնութագրել, այսինքն ավելի պարզ ասած, իր բառերով ոչ ոք չպետք է հիվանդանոցի դռների առաջ մնա։ Հիմնական ապահովագրության ներդրման նպատակը սա է, այսինքն այդ 1.5 միլիոն մարդկանց, որոնց մեջ մտնում են նաև թոշակառուները, այսինքն կենսաթոշակառուները, ապահովել ծածկույթով, որ մարդիկ ստանան այն օգնությունը, որը իրենց պետք է։ Հիմա շատ ենք մենք առնչվում ու պատկերն այնպիսին է, որ թոշակառուները երբեմն վախենում են բժշկի գնալ, հստակ իմանալով, որ ունեն այս կամ այն խնդիրը, գումարի բացակայության պատճառով կամ էլ հնարավոր ծախսերի չափի երևակայելուց այլևս ցանկությունն էլ կորում է բժշկի գնալուց։ Արդյոք ապահովագրության հարցը կլուծի այդ խնդիրը իրենց համար։ Շատ լավ հարց եք տալիս։ Ցավոք սրտի, այո, այդ խնդիրը մենք ունենք եւ ունենք տևական ժամանակ, որտեւ այն խմբերը, որոնց որ հասնում է պետության կողմից երաշխավորված բուժօգնություն, իրենք սահմանափակ են եւ թոշակառուները, որոնց թիվը բավականին մեծ է, եթե չեմ սխալվում, շուրջ 600,000 մարդու մասին է խոսք գնում, ցավոք սրտի, եթե չունեն հաշմանդամություն, ցավոք սրտի, եթե չունեն սոցիալական կարգավիճակ 28 բալ եւ ավել անապահովության միավոր։ Տեսակ բարեբախտաբար չունեն, բայց ցավոք սրտի չեն ստանա։ Չունեն, այո, որովհետեւ իրենք զրկված են այսպես ասենք անվճար բժշկական օգնություն ստանալուց եւ դա պատճառ է, որ մարդիկ խուսափեն։ Այսինքն մարդիկ կարող են դիմել իրենց առողջության առաջնային պահպանման օղակ ու պայմանական պոլիկլինիկա, ինչ որ ծավալով ստանան բուժօգնություն, բայց հետագայում եթե անհրաժեշտ լինի օրինակ հոսպիտալացում կամ վիրաբուժական միջամտություն, եւ եթե դա շտաբի անհետաձգելի դեպք չի, այո, եւ եթե մարդն էլ չունի գումար, ծնողներ, երեխաներն էլ հնարավորություն չունեն օրինակ օգնելու պայմանական կամ բարեկամները, այո, առաջանում է, այսպես ասենք, անելանելի վիճակ եւ մարդիկ չեն դիմում։ Եվ դրանից տուժում է մարդու առողջությունը, տուժում է կյանքի որակը, ինչու՞ չէ, կյանքի տևողությունը կարող է կրճատվել, հա, իսկ ապահովագրության ներդրմամբ մենք գործնականում այս հարցը կլուծենք։ Եվ մի կարևոր բան եմ ուզում ասեմ, եթե այսօր կենսաթոշակառուներին որոշակի արտոնություն է հասնում դեղորայքի մասով, ապա համապարփակ ապահովագրության ներդրման պարագայում դրանք էապես կընդլայնվեն
եւ առողջապահությունը ել ավելի հասանելի կլինի։ Եվ այդ հասանելիությունը ինչ որ մի փուլում արդեն կբերի նրան, որ մենք կունենանք ավելի առողջ հասարակություն, որպես արդեն երկրորդական, այսպես ասենք, արգասիկ այս մեծ բարեփոխման, որը որ վերջի տարիներին առողջապահության նախարարությունը կառավարության հետ համատեղ փորձում է ներդնել Հայաստանում եւ ես դրական եմ տրամադրված, որ առաջիկայում հուսանք 27 թվականին այնի վերջո կունենա օրենքի ուժ եւ մենք բոլորս դրա բարիքները կարողանանք ճաշակել։ Սկզբից ծնողների համար, հետո արդեն մեզ համար, երբ որ համակարգը լիարժեք կայացած կլինի։ Դե քանի որ ները դրվելու մեծ հաշվով բոլորի համար, ինչ որ որոշակի անցումային փուլով իհարկե, բայց դա երկար չի լինի, կարծում եմ, բոլորս էլ միանգամից կզգանք, որովհետև գիտեք, առողջապահության ծախսերը իրանք շատ մենք մենակ միանվագ մեծ ծախսերի մասին ենք հաճախ խոսում, չէ՞, որտեղ դրանք միանգամից երևում են, օրինակ սրտի վիրահատությունն է պետք, ասենք արժի, չգիտեմ, 3 միլիոն դրամ, դա միանգամից երևում է, բայց մենք ազգային ժողովում հետազոտություն էինք պատվիրել եւ հետազոտության տվյալները հստակ ցույց էին տալի, որ անգամ փոքր ծախսերը, բայց որոնք մշտական են եւ մասնավորապես օրինակ երբ որ դու ամեն օր պետքա դեղ խմես, 2-3 դեղ, չէ՞, իսկ մեր տարեց մեր հասարակության անդամները հաճախ տենց է լինում, այն նման ծախսերն են շատ մեծ բեռ լինում եւ հաճախ մարդիկ հրաժարվում են իրենց առօրյա ամենօրյա դեղ խմելուց, որտեղ դա էլ իրենց բյուջեի վրա։ Այս հարցն է դեղ առնեն կամ սնունդ կամ կոմունալ ծախսեր։ Այո, դրա համար մենք ոչ միայն մեծ, այլ փոքր, բայց մշտական ծախսերը եւս շատ մեծ բեռ են եւ այս հարցը նույնպես ապահովագրության շրջանակներում եթե ոչ 100%-ով, ապա մեծապես լուծվելու է։ Ու կարող է ինչ որ մի փոքր մաս մարդը մասնակցի, բայց գումարի մեծ մասը կծածկվի ապահովագրական հիմնադրամի շրջանակներում։ Դրան դեռ կանդրադառնանք, երբ որ ասում էի, որ մեր ժամանակն էլ գա, նկատի ունեի, որ աշխատունակ խավը ապահովագրության համար վճարելու է։ Իսկ կենսաթոշակառուները, այդ կես միլիոնից ավելի մարդիկ իրենց տրվելու է հասանելի որակյալ բուժօգնությունը անվճար։ Իհարկե, դա կոչվում է գրականության մեջ սոցիալական համերաշխության սկզբունք, որովհետև երբ որ դու երիտասարդ ես, աշխատում ես, վճարում ես հարկեր, վճարում ես, անվանենք դա առողջապահության հարկ, հենց այն տրամաբանությամբ, որ այո, այսօր դու աշխատում ես երիտասարդ ես, դու վճարում ես համ քո համար, քո երեխայի համար եւ քո ծնողների համար, հա, եւ հասարակության, ասենք, այլ տարեց անդամների, չաշխատող անդամների համար, ասենք, բայց այնց համերաշխության սկզբունքը նա է, որ ինչ որ մի փուլում դու ես դառնալու կենսաթոշակի տարիքի մարդ, դու չես աշխատելու, բայց քո համար արդեն վճարելու է այն մարդը, ով այս պահին աշխատում է եւ այդ սերնդափոխությունը հենց այդ տրամաբանության մեջ է։ Եվ երկրորդ կոմպոնենտն էլ կա իհարկե սրա, որովհետեւ տարեց մարդիկ, չաշխատող մարդիկ, գործազուրկ մարդիկ, պայմանական ասեմ, այն մարդիկ, ովքեր, չգիտեմ, չեն կարող աշխատել ֆիզիկական այս կամ այն, հենց իրենք հասարակության այն անդամներն են, ովքեր ունեն առավել մեծ պաշտպանության կարիք եւ մենք որպես աշխատող, այսինքն մարդիկ ովքեր կարան աշխատեն եւ աշխատում են, բա որ իրանց համար չվճարենք, ել ում համար վճարենք։ Իհարկե սա դասագրքային ճշմարտություն չի, ամեն հասարակություն ինքն է որոշում, բայց կարծում եմ, որ մեր հասարակության մեջ նման մոտեցումը պետք է որ ավելի գերակշռող լինի, որտեղ հենց կրկնեմ, այդ մարդիկ են, ովքեր ունեն պաշտպանության կարիք, որտեղ այդ մարդիկ ամբողջ կյանք աշխատել են, հարկ են վճարել, դեռևս շատերը խորհրդային միության ժամանակ, հա, եւ իրանք որևէ մեղք չունեն, որ խորհրդային միությունը փլուզվել է եւ իրենք դուրս են մնացել այդ ծածկույթից, հա, եւ մենք որպես հասարակություն պետք է այդ սոցիալական համերաշխությունը դրսևորենք։ Իսկ երբ դրան ավելացնում ենք, որ այդ մարդիկ աներևույթ մարդիկ չեն, մեր մայրերն են, մեր հայրերն են, մեր մորաքույրներն ու հորաքույրներն, այդ դեպքում նույնիսկ պատվաբեր է աշխատել եւ ապահովել իրենց հասանելի բուժօգնությունը։ Ծածկույթին անդրադառնանք, շատ հաճախ լինում է, որ անգամ խոցելի խմբերի համար ինչ որ մի բան է վճարում են, սա արդեն վճարով է, այդ սահմանը մարդիկ միշտ չի որ պատկերացնում, միշտ չի որ օրենքում դրույթ գնում են, բայց ոչ հաճելի անակնկալներ են ունենում արդեն պոլիկլինիկայում, արդեն բժշկական կենտրոնում։
Դա էլ շատ կարևոր հարց է։ Այստեղ ես ուզում եմ հստակ տարբերենք, հա, իսկ երբ որ մենք խոսում ենք համապարփակ ապահովագրության մասին, որը ներդրվում ամբողջ երկրում բոլորի համար օրենքի ուժով, եւ մասնավոր ապահովագրության մասին։ Այո, դուք շատ ճիշտ նկատեցիք, որ շատ հաճախ, երբ որ մարդիկ օգտվում են մասնավոր կամ կամավոր ապահովագրությունից, շատ հաճախ այդ սահմանափակումներին բախվում են, որ գիտեք, օրինակ դուք ունեք նախապես արկա իրավիճակ, պայմանական եմ ասում, հա, դուք ունեք լեղապարկում քար, մենք դա հայտնաբերել ենք մինչև պայմանագիր կնքելը, եւ եթե ձեր առողջական վիճակը չսրանա, մենք պլանային կարգով ձեզ չենք վիրահատի, հա, իրական կյանքի դեպք։ Սա վերաբերվում է մասնավոր, հա, կամավոր ապահովագրությանը։ Այ ֆունդամենտալ տարբերությունը պարտադերից, որ նման, այսինքն նախապես արկա վիճակներ, նման մոտեցումներ չի լինելու։ Այսինքն դուք ունեք քար, կապ չունի այդ քարը դուք ունեցել եք մինչև օրենքի ընդունումը, թե օրենքի ընդունումից հետո, կապ չունի այս պահին, այսինքն ձեր խոլեցիստիտը գտնվում է սուր փուլում, թե այսինքն ռեմիսիայի փուլում, եթե դուք ցանկություն ունեք եւ կա բժշկական ցուցում վիրահատելու, հա, ձեզ կվիրահատեն։ Այսինքն ծածկույթը լինելու է իրոք համապարփակ եւ այդ բառը պատահական ընտրված չէ։ Իհարկե կլինեն որոշ բացառություններ, բայց այդ բացառությունները ամենտեղ կան եվրոպական բոլոր երկրներում, մենք շատ մանրամասն ուսումնասիրել ենք եվրոպական երկրների, կոնտինենտալ Եվրոպայի փորձը, որտեղ հենց այդ համապարփակ ապահովագրությունն է ներդրված, Բիսմարկյան մոդելը, որպես կանոն ընդունված բացառություններն են, ասենք պլաստիկ, էսթետիկ էսթետիկ, հա, միջամտություններ, այսպես անվանենք, սա նորմալ է, այստեղ էլ որևէ խնդիր չկա, ապացուցողական բժշկությանը հակասող բուժումը, այսինքն այն բուժումը, որը որ գիտությունը չի ապացուցել, հա, ասենք, այ հարևանս ասում է էս խմի, բարձա հարևանի ասածով կամ յախու դնենք կամ բարձա որ այո, նման դեպքերը հիմնադրամը չի կարող ֆինանսավորել միգուցե խնամքի հետ կապված, հա, ինչ որ ծառայություններ դուրս մնան, հա, այս նման բաներ կարող են դուրս մնալ, բայց բուժման, ախտորոշման, դեղորայքային ապահովման, ընդհանուր մինչև ատամնաբուժական ծառայությունների զգալի փաթեթ, այդ ամեն ինչը նախատեսված է եւ լինելու է եւ ես մի վարքան չեմ կասկածում, որ մարդիկ միանգամից դրա օգուտները կզգան։ Մի փոքրիկ զուգահեռ եմ ուզում տանել, ճիշտ է, ոչ այդքան չնայած էլի իրական կյանքից կհիշեն մեզ լսող մեր ունկնդիրները, որ տարիներ առաջ երբ որ պետք է ներդրվեր մեքենաների պարտադիր ապահովագրությունը, չէ, ինչպիսի տենց բավականին ակտիվ հակազդեցություն կար, խնդիրներ էին մարդիկ բարձրացնում եւ այլն, բայց հենց ներդրվեց, մարդիկ սկսեցին դրա օգուտները միանգամից զգալ եւ այսօր երևի դժվար թե գտնենք ինչ որ մեկը, որ առաջարկի ասի բերեք վերացնենք։ Ես լսել եմ, հա, ինչ որ փոփոխություններ են առաջարկում եւ այլն, բայց չեմ լսել մեկը, որ ասի բերեք վերադառնանք նրան ինչ կար։ Սա լինելու է շատ ավելի մեծ օգուտ, որովհետեւ հասկանալի է, որ հարցի արժեքը մարդու կարևորագույն չէ գործունեություն առողջության մասին է եւ այդ հասանելիությունը կտրուկ որ փոխվի միանգամից մարդիկ դա իրենց վրա կզգան եւ կարծում եմ հակառակը էլ ավելի մեծ ոգևորությամբ կմասնակցեն այդ ապահովագրության ներդրումը շատ ավելի բարդ գործընթաց է եւ խնդիրը ստեղ հիմնականում առողջապահության դաշտից դուրս է այդ որ հետաձգվում է խնդիրը ֆիսկալ քաղաքականության եւ հարկային քաղաքականության եւ տնտեսական աճի մեջ է, որովհետեւ տեսեք մի քանի կարևոր խնդիրներ կան, էլի, այսինքն գումարները ինչպես պետք է հավաքագրվի, ումից պետք է հավաքագրվի, որքան պետք է հավաքագրվի, այսինքն այն մարդիկ, ովքեր մեծ հաշվով այսօր հարկ չեն վճարում, հա, օրինակ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ, բան, որոնք որ ինքնազբաղվածները, հա, այսինքն սա է խնդիրը, այսինքն դրա համար առողջապահության դաշտում չի խնդիրը տնտեսական բլոկում է, առողջապահության նախարարը չի կարող գնա հարկ հավաքի, հա, դրա համար այդ դաշտը, երբ որ տարիներ շարունակ փորձել են բարեփոխել, հիմա միգուցե այդ լավ փուլն է, հա, որ եկամուտների հայտարարման հետ մենք կոմպլեքս բարեփոխումների մեջ հասունացել է, որ այո, արդեն մենք կարող ենք այդ եկամուտները հավաքագրել, եկամուտների մի մասը ուղղել ապահովագրական հիմնադրամ եւ այդ հիմնադրամից կատարել մարդկանց առողջական ծախսերի ֆինանսավորումը։ Որտեւ օրենք ընդունելը ամենահեշտ գործն է։ Օրենքը մեկը կգրի
քվեարկենք ընդունում, բայց եթե օրենքը սկսի չաշխատել ու մարդիկ հիասթափվեն, այսինքն մարդը օրինակ կարիք ունենա հետազոտության գնա եւ կանգնի ասենք մի քանի ամիս հերթ, եկասի բան չփոխվեց, այդ հերթը այն ժամանակ էլ էին կանգնում, հիմա էլ էին կանգնում, բայց հիմա լրացուցիչ հարկ ենք վճարում ու մարդկանց մոտ կառաջացնի շատ մեծ հիասթափություն։ Դրա համար մի կողմից ված չի, որ այսքան հետաձգվել է, հուսանք որ այլևս ավելի պատրաստ կլինեն։ Այո, իհարկե, ավելի, որտեղ փորձն էլ կա, այսինքն Ղազախստանը, որը որ գիտեք, ֆինանսական նանորություններով անհամեմատ ավելի, այո, նավթ, գազ եւ այլ 90-ականներին ներդրեց առանց այդտենց խորը վերլուծելու, բան իրանք մտածին, որ իրենց եկամուտները կբավարարեն, ծախսերը հոգալու համար, հետո մի քանի տարի զգացին, որ համակարգը պարալիզացվում է, այսինքն որևէ բարեփոխում չկա, դեռ ավելի է վատացել, դադարեցրեցին գործունեությունը եւ վերջերս նորից ներդրեցին եւ այստեղ կարեւոր է որ մենք ոչ թե մեր փորձով սովորենք, այլ ինչպես անում ենք Ամսական ֆինանսական բեռի տեսակետից աշխատող քաղաքացու վրա մոտավորապես ինչ բեռ է, հավաքագրման եղանակներն իհարկե արդեն պետք է եկամուտների գործն է, բեռը ամեն մարդու աշխատող մարդու արդյոք տարբերակված մոտեցում կլինի ավելի շատ եկամուտներ ունեցողների եւ միջին եկամուտով մարդկանց։ Իհարկե, տեսեք, շուրջ խոսք գնում է 150-ից 168,000 դրամի մասին, դա գուցե դեռևս քննարկումների ընթացքում այդ թիվը հստակեցվի տարեկան, բայց կան նրբություններ, այսինքն կապված մարդու եկամուտից կառավարությունը սուբսիդավորելու է։ Այսինքն օրինակ նվազագույն աշխատավարձ ստացող մարդկանց համար դա 100% սուբսիդավորում է լինելու եւ որոշակի սանդղակով, այսինքն այնպես է արված, որ բեռը մեծ չլինի։ Իհարկե, սա հետաքրքիր մոտեցում է, ոչ այնքան հաճախ հանդիպող, որտեղ ավելի հաճախ էլի փորձ որ ուսումնասիրում ենք եկամուտից տոկոս է։ Բայց այս մոտեցումն էլ կա, այստեղ միգուցե նույնպես ազգային ժողովում քննարկումների ընթացքում որոշակի փոփոխություններ լինեն, ու անձամբ ինձ օրինակ ճիշտ ասած դուր կգար ավելի լիներ տոկոս եկամուտից, ինչի կարող եմ բացատրել, որովհետև երբ որ մենք այդ թիվը, ասենք 150-ից 168,000 դրամը անգամ սուբսիդիան հաշվի առնելով բաժանում ենք մարդկանց եկամուտներին, այնպիսի իրավիճակ է ստացվում, որ ավելի ցածր եկամուտներ ունեցող մարդիկ իրենց զուտ ցածր եկամուտի հաշվին ավելի բարձր ստացվում է, տենց ավելի բարձր տոկոս են վճարում, բայց ել եմ ասում, այս մոտեցումն էլ է կիրառելի, ինչու ոչ, էլի։ Մյուս կողմից էլ այստեղ էլ խնդիր կա, այսինքն մարդիկ ովքեր շատ եկամուտ են ստանում, ավելի շատ կվճարեն, այսինքն էդ էլ, այսինքն այստեղ էլի ամեն հասարակություն ինքը պետք է որոշի, էլի, հա, ասենք ես պատրաստ եմ իմ եկամուտից վճարել ինչ որ տոկոս, բայց միգուցե ինչ որ մարդ կա, ուրիշ վերջում արդիկ են ամեն մեկ իր ծրագրերն ունեն, իրենց եկամուտներն են հաշվում, համար սա քննարկելի հարց է, բայց էլի կրկնեմ, այսինքն ցածր եկամուտներ ունեցող մարդկանց համար կառավարությունը սուբսիդավորելու է, եւ որքան ցածր է եկամուտը, այդքան սուբսիդիան ավելի մեծ է լինելու, ընդհանուր մինչեւ 100%, ասենք նվազագույն աշխատավարձ ստացողների համար։ Դուք առանձնացրեցիք խնամքի ծառայությունները եւ ատամնաբուժությունը, հետաքրքիրն այն է, որ մենք առնչվում ենք տարեց մարդկանց հետ ու հաշվի առնելով դեմենցիայի տեմպերը մահագնացող խնամքի բաղադրիչը միայն ընտանիքի վրա, դա իսկապես աղետալի իրավիճակ է, չկա օր, որ զանգեր չստանան, որ մարդիկ ուղղակի չեն կարողում կազմակերպել դեմենցիա ունեցող հարազատի խնամքը տանը, այս առումով հենց բաղադրիչը ինչպես է ներառված, պետական հաստատություններ կլինեն։ Շատ բարդ հարց եք տալիս, դեռ երբ որ ես առողջապահության նախարարությունում եմ աշխատում, իրոք այս խնդիրը կար եւ այդպես մի դեպք հիշեցի, երբ որ մենք փոքրիկ քննարկում էինք անում իմ բաժնի պետերի հետ եւ մի հատ մարդ մտավ, տարօրինակ հարց տվեց, շատ տարօրինակ ասեց, հիմա դուք ասեք, ես իմ մամային սպանեմ, թե գնամ, ասենք խոտ հավաքեմ։ Պայմանական էլի, ինչ որ գյուղատնտեսության հետ կապված աշխատանք, ես դե բոլորս ստապվեցիք։ Եվ պարզվեց, այո, որ խնդիրը հենց դրանում է եւ իր մայրը ունի խնամքի խնդիր եւ ինքը մենակ է եւ ինքը չգիտի ինչ անի, այսինքն խնամի իր մորը, թե գնա ապրուստը վաստակի, որտեղ ապրուստից էլ նաեւ կախված է իր մոր, այսինքն բնական կարիքների հոգալը, բայց այստեղ խնդիրը այդքան ֆինանսական չի էլի, այսինքն եթե մենք գանք առողջապահության դաշտ, առողջապահությունը էլի հարկատուները կարող են դրա համար վճարել, այսինքն չգիտեմ օրինակ, ասենք 1000 դրամ ավել լինի, բայց այստեղ
խնդիրը ենթակառուցվածքների մեջ է եւ դաշտը արդեն սոցիալական ոլորտում է, որովհետեւ խնամքը դա բժշկական օգնություն չի։ Այստեղ պետք է շատ լուրջ ենթակառուցվածքներ լինեն, ինստիտուտներ, մասնագետներ, խնամքի տներ, բուժքույրեր, ովքեր, այսինքն համապատասխան գիտելիքներ եւ հմտություններ կունենան։ Այստեղ դրա համար, որ ես հիմա ասեմ, հա գիտեք, այ մենք Էդել է նախատեսել։ Մենք անք գումարը նախատեսենք, բայց մարդիկ ծառայությունը չստանան, ենթակառուցվածքների եւ մասնագետների։ Այո, սա առաջացնի մարդկանց դժգոհությունը, ու այլ ավելի վատ դժգոհություն, ոնց փողն էլ կա, բայց միգուցե այդտեղ պետք է այդ գերատեսչությունների միջև լինի ինչ-որ համատեղ ռազմավարություն, հա, ասենք կոնկրետ նշված միջոցառումներով, որ օրինակ ասենք 5 տարի հետո մենք կարիքների գնահատում ունենք, ասենք այսքան մարդու կարիք տարեկան, դրա համար որպեսզի ապահովենք այսքան բուժքույր է պետք, այսքան խնամքի տուն է պետք, նոր արդեն այսքան ռեսուրս է պետք, բերեք, ասենք այդ հիմնադրամի այս միջոցներից ուղղենք խնամքին։ Հա, խնդիրը ավելի լուրջ է այստեղ, էլի, քան սուտ ֆինանսական։ Իսկ ստոմատոլոգիական ծառայությունները հայտնի է, որ տարեցները ունեն այդ խնդիրը, որ հատվածով երբ բազային բաները կփակի ապահովագրությունը։ Կարծում եմ ավելի վատ քան հիմա հաստատ չի լինի, որովհետև այո, այսօր էլի բավականին որոշակի ծավալով ծածկույթ նախատեսված է, հա, ասենք պրոթեզների բանի տամի հեռացում, առնվազն դա կպահպանվի, բայց կարծում եմ հնարավոր կլինի նաև ընդլայնել։ Ես շատ չեմ ուզում մարդկանց խոստումներ տալ, որովհետև սա օրենքի նախագիծ է, այսինքն ինքը դեռ ընթերցումներ պետք է անցնի, քննարկումներ պետք է անցնի եւ միգուցե ինչ-որ մի բան ավելանա, միգուցե ինչ-որ մի բան պակասի, սա նորմալ քաղաքակիրթ գործընթաց է, բայց այն ինչը որ մինիմումը կպահպանվի, դա որևէ կասկած չունեմ։ Եվ մի հստակեցնող հարց վերջինը կենսաթոշակառուն, որ աշխատում է, այսինքն կան մարդիկ, որ 65-ից հետո մինչև 90, ես ասացի, որ մատնադարանում մենք ունենք Հրավարդին Հակոբյան, որ 97 տարեկանում աշխատում է, արդյոք իրենք պիտի մասնակցեն աշխատունակ մարդկանց հետ վճարելու իրենց տարեկից չաշխատողների համար, թե կարգավորումը ինչպեսին է։ Շատ լավ հարց եք տալիս, ես այդ հարցի պատասխանը անկեղծ չունեմ եւ առաջի անգամ տենց լսեցի, որ իրոք շատ կարեւոր հարցադրում է։ Միգուցե այո, պետք է նախատեսել բացառություն, որտեղ համոզված եմ նման մարդիկ այդքան էլ շատ չեն։ Չնայած կան, օրինակ մեր կենտրոնում, որտեղ ես նաև աշխատում եմ, մոտ աշխատողների 1/3-ը իրենք կենսաթոշակի տարիքի են։ Միգուցե կարելի է իրանց համար նախատեսել ինչ-որ ավելի սահմանափակ մասնակցություն, հա։ Կամ մարտոնյալ ինչ-որ բան։ Մասնակցությունը նաև սոցիալական համերաշխությունից բացի նաև այդտեղ երկրորդ սկզբունքն էլ կա, արդարության սկզբունք կա, այսինքն ինձ թվում է այդ մարդիկ էլ կուզենան թեկուզ սիմվոլիկ, բայց մասնակցություն ունենալ, սա լավ հետաքրքիր հարց է, պետք է ավելի Ես որ շատ եմ առնչվում, գիտեմ այդ մարդկանց կան եւ մտածողությամբ երիտասարդ են, բայց այնուամենայնիվ իրենք էլ պետք է հնարավորություն ունենան։ Դե յուրե, եթե այսինքն առանձին կարգավորում չնախատեսվի, այո, պետք է մասնակցեն։ Եթե առանձին բան, այսինքն տարիքային շեմը դրված չէ, այլև դրված է աշխատելու հանգամանքը։ Եկամուտ ունենալու հանգամանքն է դրված այս բանին, այո։ Հրաշալի, եթե ավելացնելու բան ունեք, կարևոր մի բան, որ շրջանցեցինք։ Միայն կարող եմ ասել, որ ինքը իրոք շատ սպասված եւ պահանջված բարեփոխում է, որի արդյունքները մարդիկ միանգամից կզգան իրենց վրա, հատկապես այդ շուրջ 600,000 մարդ, ով այսօր մեծ հաշվով զրկված է բազմաթիվ ծառայություններ անվճար ստանալու իրավունքից եւ ուղղակի կասեմ, որ պետք է դրական տրամադրվել եւ չֆիքսվել այդ պարտադիր բառի վրա, որտեղ մարդիկ պարտադիր լսում են, արդեն կամա իրանց մոտ պարտադիր առողջ լինեն։ Չեմ ուզում պարտադիր, չի, թողեք։ Պարտադիր առողջ չեմ ուզում լինեմ։ Այո, բայց երբ որ ներկդրվի, բոլորն է կհամոզվեն, կան կարևոր բարեփոխումներ սա։ Շնորհակալ եմ շատ, երկարակեցությանը միտված մի բան է, այս առումով երկրորդ շնչառության հետ համընկնում է, որտեղ մենք խրախուսում ենք երկար եւ առողջ կյանքը, սա հենց դրան է, որտեղ զարգացած երկրները, երբ որ մենք օրինակ ենք բերում, ավելի շատ առողջապահական զարգացած համակարգեր ունեն, բացի այն, որ մարդկանց վարքը, մշակույթը հետեւել առողջությանը, մենք մի քիչ անփույթ ենք դեռ։ Այո, մի բան մոռացանք ասենք, որ ապահովագրության շրջանակներում նաև նախատեսված է լինելու կանխարգելիչ բուժզննում մարդկանց համար, ինչ որ առումով էլի կարող ենք ասել պարտադիր, բայց այդ պարտադիր բուժզնումը հնարավորություն է տալիս կամ կանխարգելել հիվանդությունները, կամ ախտորոշել վաղ փուլում։ Իսկ վաղ փուլում ախտորոշումը դա հաջողակ բուժման գրավականն է, իսկ հաջողակ բուժումը նպաստում է երկարակեցությանը, այսինքն ապահովագրության դերը նաև այստեղ նույնպես մեծ է լինելու, որ մենք պայմաններ ստեղծենք մարդիկ ավելի երկար ապրեն։
Հրաշալի է։ Եվ որակով, սա էլ է կարևոր, մենք ֆիքսվում ենք երկարակեցության վրա, բայց մոռանալով կյանքի որակը։ Իսկ եթե դու հիվանդությունը շուտ ես հայտնաբերել, շուտ բուժել ես, դրանից որակն էլ է փոխվում մարդը։ Երակի դեպքում մաքսիմալ լիարժեք կյանքով է ճնշման։ ապրում անկախ իր տարիքից, եւ սա էլ մեծ էլի դրական ներդրում կլինի։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի armradio.am կայքում, դիտեք հաղորդումը։ Բաժանորդագրվեք Երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին։ Գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։